Սուրբ Հոգու խոստումները կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ, որովհետև ստեղծագործությունը անհամբերությամբ ակնկալում է Աստծո որդիների հայտնությանը, քանի որ ստեղծագործությունը ունայնությանը հնազանդվեց ոչ իր կամքով, այլ նրա, ով հնազանդրեցրեց այն հույսով, որ ստեղծագործությունը ինքը ևս ապականության ծառայությունից կազատվի Աստծո որդիների փառքի ազատության մեջ մտնելու համար, որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա հառաչում է ու ցավի մեջ է, եւ ոչ միայն նա, այլ ինքներս էլ, որ հոգու երեխայրիկն ունենք, մենք էլ մեր մեջ հառաչում ենք, սպասելով որդեգրությանը, այսինքն մեր մարմնի փրկությանը, որովհետև այս հույսով փրկվեցինք, բայց այն հույսը, որ տեսանելի է, հույս չէ, քանի որ այն, ինչ որևէ մեկը տեսնում է, էլ ինչպես կհուսա, սակայն եթե ինչ որ չենք տեսնում, նրա հույսն ունենք, ապա համբերությամբ սպասում ենք, նույն կերպ եւ հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց հոգին ինքը անմռուչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար, եւ սրտերը քննողը գիտի, թե հոգին ինչ է խորհում, որովհետև Աստծուն վայել կերպով բարեխոս է սրբերի համար, բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են նրա կամքով, որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինել իր որդու պատկերին, որպեսզի նա անդրանիկը լինի բազում եղբայրների մեջ, եւ որոնց նախասահմանեց, նրանց նաեւ կանչեց, որոնց որ կանչեց, նրանց նաեւ արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաեւ փառավորեց։